Диалог всегда лучше, чем какая-то конфронтация. Մոսկվան ցանկանում է շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ չեղարկել է Բուդապեշտում երկու առաջնորդների նախատեսված հանդիպումը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ խոսքը ավելի շուտ հանդիպումը հետաձգելու, ոչ թե չեղարկելու մասին է։ Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ցանկացած բախում, ցանկացած վեճ կամ առավել եւս պատերազմ։ Тем более война. Поэтому Ահա թե ինչու մենք միշտ կողմ ենք եղել եւ շարունակում ենք կողմ լինել երկխոսությանը։ и сейчас это поддерживает. Անդրադառնալով Ուկրաինային ամերիկյան Թոմահոք հրթիռներ տրամադրելու հնարավորությանը, որոնցով Կիևը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, Պուտինն ասել է, դա լարվածությունը սրելու փորձ է։ Այդուհանդերձ, եթե նման զենքերով հարվածեն Ռուսաստանին, ապա պատասխանը շատ լուրջ կլինի։ Ես նույնիսկ ասեի ջախջախիչ կլինի։ Թող մտածեն դրա մասին, շեշտել է նա։ Если не сказать ошеломляющим. Пусть они об этом подумают. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելով Միացյալ Նահանգները ոչ բարեկամական քայլ է արել, հայտարարել է Կրեմլի ղեկավարը, հավելելով, որ դրանով ԱՄՆ վարչակազմը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք նոր են սկսել վերականգնվել։ Ամեն դեպքում պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Ռուսաստանի տնտեսության վրա, վստահեցրել է նա։ Теперь, что касается новых санкций. Այո, պատժամիջոցները մեզ համար լուրջ են։ Իհարկե հասկանալի է, որ дրանք որոշակի հետևանքներ կունենան, բայց միևնույն է, էապես չեն ազդի մեր տնտեսական բարեկեցության վրա։ Но существенно все-таки не скажутся на нашем экономическом самочувствии. Թրամփը արձագանքել է ասելով, որ պատժամիջոցների ազդեցության մասին կխոսեն 6 ամիս հետո։ Ուրախ եմ, որ նա այդպես է մտածում, 6 ամիս հետո կպատմեմ ձեզ այդ մասին։ Տեսնենք, թե ինչպես կստացվի ամեն ինչ, լրագրողներին ասել է նա։ Սպիտակ տան խոսնակն իր հերթին հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվել է, քանզի ըստ Թրամփի Պուտինը խաղաղության հասնելու ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրել։ Քերոլայն Լևիթն ընդգծել է առաջնորդների հանդիպումը դեռ կարող է տեղի ունենալ, բայց Վաշինգտոնը պետք է վստահ լինի, որ այն արդյունավետ կլինի։ Կարծում եմ նախագահը եւ ողջ վարչակազմը հուսով են, որ մի օր հանդիպումը կարող է տեղի ունենալ, բայց ուզում ենք վստահ լինել, որ այդ հանդիպումը կհանգեցնի շոշափելի դրական արդյունքի։ Ու մինչ Պուտին-Թրամփ հանդիպումը հետաձգված է, իսկ խաղաղության հեռանկարը անորոշ, Եվրոպական միության առաջնորդները երեկ չեն կարողացել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային օգնելու նպատակով օգտագործելու հարցի շուրջ։ Հարցի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր։ Դաշինքը սակայն համաձայնել է հաջորդ 2 տարիներին ֆինանսավորել Ուկրաինայի կարիքները, այդ թվում ռազմական եւ պաշտպանական։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ասել է, որ Եվրոպական հանձնաժողովին խնդրել են հնարավորինս շուտ առաջարկել տարբերակներ, որպեսզի Ուկրաինան ժամանակին անհրաժեշտ միջոցներ ունենա պաշտպանվելու համար։ Russia should take good note of this. Սա պետք է լուրջ ազդակ լինի Ռուսաստանի համար։ Ուկրաինան կունենա անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար նաև մոտ ապագայում։ In the foreseeable future. Ուկրաինայի նախագահը, որը եւս մասնակցել է ԵՄ առաջնորդների երեկվա հանդիպմանը, ասել է, որ ռուսական ակտիվների հարցը Ուկրաինայի համար կարևոր է, քանզի դրանց մի մասը կարող են օգտագործել զենքի արտադրության համար։ Վլադիմիր Զելենսկին, ում ԱՄՆ նախագահն այդպես էլ չհամաձայնեց Թոմահոք հրթիռներ տալ, նաև ասել է, որ ուկրաինական բանակն արդեն տեղական արտադրության մեծ հեռահարության հրթիռներ է օգտագործում։ Մենք օգտագործում ենք Ուկրաինայում արտադրված հեռահար հնարավորությունները 150 մինչև 3000 կիլոմետր հեռահարությամբ, եւ սրանք մեր երկրի ամենաթարմ հնարավորություններն են։ Ռուսական զինուժը գիշերը հարվածել է ուկրաինական մի շարք շրջանների, վաղ առավոտյան էլ Դոնեցկին, նաև Խերսոնին, որտեղ կա 3 զոհ, ավելի քան 10 վիրավոր։ Ռուսական կողմը հայտնել է, որ եւս 2 բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Բելգորոդին, Մերձմոսկովյան Կրասնոգորսկին, որտեղ անօթաչուն մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ։ Կա 5 վիրավոր, այդ թվում 1 երեխա։